Աղքատությունը ծնում է ամոթ։ Ամոթի մեջ մարդը կորցնում է խիզախությունը։ Խիզախություն չունեցող մարդը հանդուրժում է նվաստացումները։ Նվաստացած մարդուն բոլորը մերժում են։ Մերժված մարդը հուսալքվում է։ Հուսալքվածությունը հանգեցնում է բանականության կորստի։ Առանց բանականության մարդը մահանում է։ Սա հնդկական մի իմաստասիրության գրքից մեջ բերում է, որը ինչ որտեղ երբ խաղի ժամանակ տարիներ առաջ հնչում է եւ առաջի աղքատ բառը աղքատությունը բաց թողած հարցնում են, թե ինչն է, որ այս շղթան է առաջացնում եւ մարդու մահվան։ Մարդ որպես բանական էակ մարդու մահը ոնց է տեղի ունենում։ Եվ խաղացողները հայտնի Բուրդա անունով մի մարդ կար, եթե հետևում են այս խաղին, հետևում եք, հավանաբար գիտեք իրեն։ Պատասխանում է վախը, այսինքն պատասխանում են, որ վախն է ծնում ամոթ, ամոթը խիզախության բացակայություն եւ այսպես շարունակ, այն ինչը թվարկեցի արդեն։ Եվ նրանք պարտվում են։ Բայց ես ունեմ համոզմունք, որ նա ճիշտ է պատասխանել։ Չնայած որ իմաստասիրությունը այդպես է թվարկել, բայց իրականության մեջ վախն է, որ ծնում է այդ բոլոր թվարկածս վիճակները եւ հանգեցնում մարդու մահվան։ Եվ ես սրա համոզմունքը այսօր նաեւ ունեցա, լինելով Բագրատ Սրբազանի եւ մնացյալ մեր գաղափարական եղբայրների եւ քրոջ դատավարությանը, Շինծու դատավարությանը։ Եվ այդ վախը ես տեսա դատավորի դրսևորած վարքագծում, կայացրած որոշման մեջ, մասնավորապես երբ քննվում էր Բագրատ Սրբազանի կալանքը երկարացնելու հարցը։ Իշխանությունները օրերս անհանգստացած դրա ներկայացուցիչները ասում էին, որ իրենք մեծ ձեռքբերումներ ունեն, երկրում արդարություն են հաստատել, եւ եթե իրենք չընտրվեն այդ արդարությունը կկորի, ուրեմն այդ մարդկանց պետք է հիշեցնել եւ ասել։ Հուսով եմ, որ Աստված եւ այլ ուժեր բոլոր այս process-ում անարդարություններում ներգրաված մարդկանց առողջություն կտան։ Իրենց ոչ մի բան չի պատահի։ Եվ երբ գա արդարության եւ հատուցման ժամանակը, իրենք կկանգնեն ոչ միայն Աստծո դատաստանի առջև, այլ նաեւ Հայաստան աշխարհի հայի ամբողջ զորությամբ, գիտակցությամբ եւ արժանապատվությամբ ստեղծված դատարանի։ Լավ եղեք։